Իլհամ Ալիևին անհրաժեշտ է, որ ներկա իշխանությունը վերընտրվի։ Իրենց համարում են պարտված, թե Փաշինյանն ասում են մեզ երբեք պիտի պարտված չհամարենք, բայց իրենք ըստ էության իրենց համարում են պարտված։ Ընդունվում են փաստաթղթեր, որոնց մեջ առանձին ամրագրված այսպես կոչված Հայաստանի ագրեսոր վիճակը, Հայաստանի պատասխանատվության ենթարկելու։ Ադրբեջանը երբեք էլ չի գնա ռազմական լուծման, քանի որ պարզապես ինքը փոխել է իր մարտավարությունը, ավելի լավ է այսպես ի վերջո, քան պատերազմ։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյան եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է, որը կոչվում է Status Quo։ Այսօրվա իմ զրուցակիցը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար դիվանագետ Արա Պապյանն է։ Պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Միանգամից անցնեմ բուն թեմային, եղավ այսպես կոչված խաղաղության կամուրջ նախաձեռնության հերթական այցելությունը այդ շրջանակում, որտեղ հայկական կողմից 20 հոգի անցան սահմանը, թերևս Կիրանցի այդ հատվածում, որտեղ նշված էր դեմարկացված այդ հատվածում, նախկինում նանքել էին եկել, հիմա կարծեք այս շարքը շարունակվում է, այստեղ երկու հարց է առաջանում, ոմանք ասում են, որ նրանք չեն ներկայացում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը։ Ոմանք էլ ասում են, դե ինչ հազարներով մարդկանց, ինչ որ մարդիկ պիտի ներկայացնեն, գնան, կան եւ այլն։ Եվ նաեւ սա ասում են, դե բա ինչպես խաղաղության հասնենք։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը այն Ադրբեջան չի, Ալիևը դիկտատոր եւ այլն, բայց պետք է խաղաղության ուղղված քայլեր անեն, արվեն եւ մենք էլ հիմա փորձում ենք անել։ Ինչ եք ուզում մեզնից։ Ձեր մեկնաբանություն։ Բնականաբար բոլորն են ձգտում խաղաղության եւ ես վստահ եմ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը դրա կողմնակից է, բայց սա խաղաղության տանող ճանապարհը չի, որովհետեւ դա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է, որ խաղաղությունը խարսխում է ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։ Եթե հավասարակշռությունը խախտված է, արդեն դու հակառակորդ թշնամի կողմի բարեհաճությունից ես կախված եւ նա ցանկացած հարմար պահի կարող է վերսկսի պատերազմը։ Հատկապես մեր պարագային, երբ որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լինի հասարակական մակարդակով, լինի պետության իշխանության մակարդակով խոսում է հայերի դեմ, Հայաստանի դեմ եւ ըստ էության գործում է նաեւ խաղաղության դեմ։ Այո, այսօր այդ գործընթացը գնում ինչու, որովհետեւ Իլհամ Ալիևին անհրաժեշտ է, որ ներկա իշխանությունը վերընտրվի, որտեղ սա իշխանություն է, որի շնորհիվ ինքը ստանում է այն, ինչ պիտի ստանար պատերազմի միջոցով։ Հիմա եթե հակառակորդ կողմը ամեն ինչ ստանում է առանց կրակոցի, ինչու պիտի գնա պատերազմի։ Եվ այստեղ էլ մենք խոսել ենք ժամանակին, որ մինչև առաջիկա հունիսի ընտրությունները հաստատ պատերազմ չի լինի, որտեղ Ալիևը պիտի հաղթաթուղթ կա Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Սա մեկ։ Մյուսը դուք ավելի երիտասարդ եք, չեք հիշի, բայց ես հիշեցնեմ շատերին, որ 1988 թվականին, երբ որ այս շարժումը սկսեց, Ղարաբաղյան կամ Արցախյան, եթե բանենք, այն ժամանակ եւս սովետական միությունը շատ ավելի մեծ խմբերով եւ ավելի հաճախ փոխանակում էր կատարում տարբեր հասարակական խավերի ներկայացուցիչների։ Նկարիչները նկարիչների հետ էին հանդիպում, գրողները գրողների, չգիտեմ, պատերազմի վետերանները պատերազմների, հիմնականում Ռուսաստանում ինչ որ տեղեր հրավիրում էին, որ իբր թե խոսան, եղբայրանան եւ այլն։ Էլի դա չկանխեց պատերազմը, որովհետեւ կրկնում եմ, պատերազմը այլ շահերով եւ այլ արժեքային համակարգի վրա լինում։ Հիմա այս ամբողջը վաղուց անցած բան է եւ սա ես դիտարկում եմ ավելի շատ որպես ընտրապայքարի մի մաս։ Եկեք սպասենք տեսնենք հունիսից հետո եւ ընտրություններից հետո թե ինչ ելք ունենա, Ալիևի քաղաքականությունը այն ժամանակ ավելի պարզ կլինի։ Այնուհանդերձ այսօրվա կարող ենք արձանագրել, որ իրենց ոչ ռետորաբանությունը, ոչ գործողությունները խաղաղության մասին չեն վկայում։ Դա Ալիևը վերջերս հայտարարեց, որ խաղաղությունն է, ինչպես որ Փաշինյանն է ասում, մենք այլևս խաղաղություն է մեզ մոտ, Հաջիևը խոսեց դրա մասին։ Հիմա բանն այն է, որ այս մասնակիցների, իհարկե ես չեմ ուզում իրենց անունից խոսել, բայց իրենց տրամաբանությունը այլ է, որ ավելի լավ է այսպես մենք հանդիպենք, քան մենք լարվածություն ունենանք սահմանի վրա, մենք անում ենք մեզնից կախված հնարավոր, այնպես չէ որ մենք համաձայն ենք ամեն ինչով ադրբեջանական կողմից, բայց ավելի լավ է այսպես ի վերջո, քան պատերազմ։ Գիտեք, եթե սա մաս չկազմեր այս Ես անգամ ընտրապայքար չեմ կոչի, այս քարոզչության, գուցե կարելի էր մտածել, եթե սա արվեր, այսինքն շատ ավելի վաղուց եւ
գոնե Ադրբեջանի կողմից մի փոքր ավելի անկեղծ էր։ Մենք տեսնում ենք, որ այդպես չի։ Մյուսը որ ասում են խաղաղ լինի սահմանում, ինչ նկատի ունեն։ Երբ որ ադրբեջանական կողմը կրակում է մինչև իսկ եվրոպական դիտորդների վրա, իսկ դրա մասին մամուլում եղավ հաղորդագրություն, թե փորձում էին թաքցնել հունվար-փետրվար ամսին, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Պարզապես այսօր քիչ թե շատ զուսպ են մյուս կողմից։ Նախորդ 2 տարիներին, որ էլի խաղաղություն է կոչվում, էլի փաստեր կան, որ Ադրբեջանը սողացող ագրեսիա իրականացրել, տարբեր բարձունքներ ա գրավել, տարբեր տեղաշարժեր ա տեղի ունեցել։ Մյուսը մենք տեսնում ենք, որ միջազգային հարթակում մասնավորապես, այսինքն թուրքական պետությունների համաժողովների ժամանակ իսլամական եւ ընդունվում են փաստաթղթեր, որոնց մեջ առանձին ամրագրված այսպես կոչված Հայաստանի ագրեսոր վիճակը, Հայաստանի պատասխանատվության ենթարկելու, մասնավորապես ամենավերջի իրադարձություն դա մարտի 31-ին Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության կողմից ՄԱԿ-ում բաժանած այն փաստաթուղթեր, որի հեղինակը իբր մարդու իրավունքների պաշտպաններ Ադրբեջանի, բայց դա պաշտոնական փաստաթուղթ տարածեց, որտեղ պատվիրակությունը նման իրավունք ունի ՄԱԿ-ում, որով մեղադրում էին Հայաստանին 1918 թվականին ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու եւ ոչ միայն մեղադրանք, այլ կոչ էին անում ճանաչելու այդ ցեղասպանությունը։ Եվ ես վստահ եմ, սա իրանք իրականացնում։ Հիմա եթե դիմացի կողմը նման մեղադրանքներով է հանդես գալիս, ինչքան կարելի է վստահել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն եւ մյուսներն ասում են, որ եկեք այս իրական հայոց ցեղասպանությունը, որը անվիճելի է եւ գիտնականների համար եւ բոլորի համար, այս հարցը ինքը փորձում է լռության մատնել հանուն նրա, որ ավելի Թուրքիայի հետ խաղաղ լինի եւ մենք ցեղասպանության թանգարանի հետ կապված վերջի իրադարձություններն էլ տեսանք, որ գրքի նվիրումն անգամ խնդիր առաջացրեց։ Բա ուր է նրանց կողմից, այսինքն հակառակմանը։ Բառացորեն 2 օր առաջ Էրդողանը խոսալով Իսրայելի դեմ հոխորտաց, որ մենք ինչպես մտանք Լեռնային Ղարաբաղ, ինչպես մտանք Սիրիա, այդ ձևել կմտնենք Երուսաղեմ եւ կավիրենք Իսրայելը։ Այսինքն անընդհատ դրանով հպարտանում են եւ ասում են, գիտեք, խոսքն ու գործը չի համապատասխանում այդ նպատակին։ Պարոն Պապյան, երևի թե հենց սա է իշխանության, այսպես ասած, միտքը, որ իրենք չեն կարող Ադրբեջանի դեմ դուրս գալ, իրենք չեն կարող Թուրքիայի դեմ դուրս գալ։ Իրենք իրենց համարում են պարտված, թեև Փաշինյանն ասում է, մենք մեզ երբեք պիտի պարտված չհամարենք, բայց իրենք ըստ էության իրենց համարում են պարտված։ Հետևաբար, եթե պարտված ես, ապա պիտի քայլեր անես ըստ պարտվողի հոգեբանության։ Միգուցե սա է իրենց բանը, որ մենք ամեն ինչ չկորցնելու վախից պետք է գոնե ինչ-որ բաներ կորցնենք, որ պահենք ամբողջը, ինչ-որ իրանք էլ կարծեք թե ասել են։ Չէ, բայց էլի մենք պիտի նայենք պատմական փորձը։ Ընդհանրապես մարդիկ ինչու են ուսումնասիրում պատմությունը, որովհետեւ պարապ վախտի խաղալիք չի, ինչպես Խաչատուր Աբովյանը կասեր։ Դա փորձ է, մարդկության փորձ է։ Եվ երբ որ փորձը ցույց է տալիս, որ այդ պարտվածի զիջողականությունը չի բերել խաղաղություն, չկա այդ ձև բան։ Այսինքն դու չես կարող բավարարել ագրեսորին, որովհետև կրկնում եմ, Ալիևը պահանջներ է ներկայացնում, անընդհատ այդ շատ անում է։ Հետևաբար, այն որ դու ուզում ես բավարարես, իսկ հենց նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին մի օր ասաց, ես չգիտեմ որտեղ է այդ կարմիր գիծը, ինչքան պիտի զիջեմ։ Մարդը ազնվորեն ասում է, հենց խնդիրը սա է, ինչքան է այդ զիջելը, իսկ արդյոք մենք միշտ կարող ենք որպես պարտվածի բավարարել իրենց ցանկությունները։ Իրենք հնչեցնում են հիմա այսօր այսպես կոչված քաղաքագետներից մեկը ասում է, ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցու վերադարձի հարցը դա էժան քարոզչություն է, հա։ Մի հատ կարդացեք Ալիևի պաշտոնական ելույթները, մասնավորապես Գաբալայի այս վերջերս տեղի ունեցած եւ իրենց հայտարարը մարդը հստակ խոսում է, ճիշտ է 300,000-ին չի նշում, ասում է 100,000-ավոր ադրբեջան, բայց 100,000-ավոր, իսկ 300,000 դա ամենամեծ թիվը չի։ Տարբեր այդ 300,000-ը այն ցուցակն է, որը կազմել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքը, որը մենք գիտենք ֆինանսավորում, աջակցում ուղղորդվում է պետության կողմից եւ իբր թե կեղծ ցուցակը ունեն այդ ամբողջը։ Հետևաբար սա չի խաղաղությանը։ Եթե Ադրբեջանի նման, ինչպես իրենք էին անում, տասնամյակներ բանակցում էին ժամանակ շալու եւ զուգահեռ այլ բան էին իրականացնում, ուրիշ է։ Հիմա տեսեք, շատ կոնկրետ էլի ազգանաժողովրդական բևեռը հանդես է եկել արդեն
5 եւ ավելի տարիներ Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու, որը կարելի է կոնգրեսի միջոցով անել։ Դա մեծ բարդություն մեզանից չի պահանջում այն առումով, որ մենք հայկական, այսինքն լոբիզմը բավարար է դա անելու եւ դա Հայաստանին էժան զենքի մատակարարումների հարց կտար անվճար եւ այլն, դա կարեւոր գործոն է, շատ ավելի կարեւոր, քան այսօր թրիպն են ուզում ներկայացնել։ Հիմա իշխանությունները վարձել են Մերկուրի լոբիստական ընկերությունը Միացյալ Նահանգներում, վճարում են $600,000 տարեկան, որ Նիկոլ Փաշինյանի գովքը անեն այնտեղ, ասեն ինքը ժողովրդավար է։ Դրեք ուրիշ խնդիր է այդ Մերկուրի առաջ, ասեք, այ լոբիզմով զբաղվեք, որ Հայաստանը այդ կարգավիճակը ստանա։ Այդ դեպքում ես որպես հարկատու կասեին փողերը գնաց լավ ծախսվեցին, որովհետև այդ փաստաթուղթը եւ իրական զենքի առումով մեզ կօգնի եւ նաեւ որոշակի ամերիկան հովանի կլինի մեզ համար։ Բայց երբ որ ես տեսնում եմ իմ գումարները, որտեվ դա մեր հարկերից է, մենք յուրաքանչյուր որ գնում առևտուր ենք անում, անգամ խանութում այդ ավելացված արժեքի հարկը դրա մեջ վրա կա, մաքսայինը կա, վճարթեն մցնելու եւ այլն, էլեկտրականության մյուս բաները։ Այդ ամբողջ հարմա որ ինքը ապահովի իր վերընտրությունը, ես սա համարում եմ ոչ միայն ի վնաս Հայաստան, այլև համարում եմ ընտրական օրենսգրքի խախտում, որտեղ ըստ էության պետական միջոցները օգտագործվում են մի կուսակցության ու մի անհատի գովերքելու համար։ Պարոն, արդյոք բացառում եք, որ այդ խաղաղության կամուրջ նախաձեռնությունը եւ նաեւ հայաստանյան որոշ ՀԿ-ներ, հասարակական կազմակերպություններ ֆինանսավորում միգուցե ոչ ուղիղ, բայց ստանում են հենց Ադրբեջանից։ Չէ, ոչինչ չեմ բացառում, որովհետև նախադեպեր կան, մասնավորապես մենք գիտենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ծրագրեր ֆինանսավորվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, երրորդ իհարկե երկրների միջոցով կամ երրորդ հասարակական կազմակերպությունների միջոցով նման նախադեպեր կա։ Մենք տեսնում ենք օրինակ նույն Վատիկանում ինչ անում, այսինքն Ադրբեջանը գնում է միլիոններ է տալիս խոստամ, ինքը խնդիր չի դնում, հո, այսպես ես այսքան փող կտամ, դա սա արեք։ Շատերը պարզունակ են համարում, բայց շատ պարզ է ավելի։ Միլիոնավոր դոլարներ մենք որպես բազմամշակութային երկիր տալիս ենք նորոգելու ձեր շենքերը, տալիս ենք գրադարանը կարգավորելու համար, բայց արդեն ձեռդ էլ իմիջիալոց է, որ դու ոնց որ ասած այդ ամբողջն անում ես, խնդրում ես, որ այս արխիվային որոշ փաստաթղթերը քեզ տրվի, կամ հոդված է տպվում, որ Բարթողոմեոս առաքյալը դա Ադրբեջանի առաքյալն է։ Այսինքն այն Թադեոս եւ Բարթողոմեոս, որ մեր եկեղեցու հիմնադիր հայրերն են, ինչա որ նա ժամանակին նաեւ քորոշչություն է արել, ասենք Աբշերոնում եւ Աղվանքում եւ այլն։ Սա է հարցը։ Այս հավակնությունները բոլոր մենք տեսնում ենք։ Գիտեք, Եզոպոսներ ասում են, որովհետեւ ես իմանամ ծովը աղի է, ես ամբողջ ծովը խմելու կարիք չունեմ։ Հիմա որովհետեւ իմանանք Ադրբեջանի մտադրությունն ինչն է, մենք կարիք չունենք այս բոլորն իմանալ։ Մենք տեսնում ենք հիմնական այդ բաները ամբողջը կա, իրանք չափից ավելի շատ են փաստերը դրա մասին վկայում, դրա համար այդ հավատը չկա։ Այո, մենք տեսել ենք խաղաղություն ուզեցող երկրները, դրանք եղել են, նրանց վարկը ուրիշ է։ Դիվանագիտությունը սիրում է փոխադարձություն։ Այստեղ փոխադարձությունը արմատապես խախտված է։ Երբ որ խոսում ենք պատերազմի հավանականության մասին, կա նաև տարբերակ մոտեցում, որ Ադրբեջանը երբեք էլ չի գնա ռազմական լուծման, քանի որ պարզապես ինքը փոխել է իր մարտավարությունը, ինքը փորձում է անկլավների հետ ստանալու, քարտեզների փոփոխության, տնտեսական, ֆինանսական վերահսկողության հաստատման, ընդհանրապես տարբեր գործիքներով Հայաստանի էքսպանսիան ապահովել։ Համաձայն եք այդ մոտեցման հետ։ Առաջինը, եթե դա բերելու է Հայաստանի որպես հայկական պետության, հայկականության վերացման ինչ տարբերություն, դա լինում է սողացող մահապատժի միջոցով, այսինքն կամած, ասես երրացնում են ջուրը եւ քեզ մեջը սպանում են այդ ջուրը 10 ճանապարհ տակածնելով, դե գլխատում են։ Այստեղ հայկականության պահելու հարցն է։ Եթե Ալիևը բնականաբար պիտի հասնի նրան, որ իր ուզածը ստանա, մասնավորապես այսպես կոչված էլի գալիս ենք այդ 300,000-ին, ռազմատու գանքների հարցը, 269 մսկիթի կառուցում Հայաստանում եւ այլն, կարող է այդ ստանալու պահին չգնա։ Բայց էլի եմ հարց տալի, արդյոք մենք ի վիճակի ենք իրենց բոլոր ուզածները բավարարել։
Այդ մենակ վերադարձի արժ չի։ Իսկ եթե պատրաստ է իշխանությունը բավարարել, չեն կարող։ Ադրբեջանը ֆինանսավորում է, այստեղ շինարարությունը իրականացում է, աշխատատեղեր են ստեղծում, մսկիթներ են կառուցվում, ասում են աշխարհը փոխվել է, ի՞նչն է խնդիրը։ Այդ կանը կա, իսկ 150 միլիարդ կամ 500 միլիարդ դոլարը Հայաստանը ոնց է վճարելու։ Թե էլ Ադրբեջանը մի ձեռով տանում, մի ձեռով վերցնի։ Պահանջը Ադրբեջանը ունի մեր նկատմամբ, հա։ Այո, Ադրբեջանն արդեն երկու հենց հիմա International Court of Arbitration երկու հայց ունի Հայաստանի դեմ, մեկը բնապահպանական խնդիրների, մեկը էլի ինչ երկու բնապահպանական Արցախի օկուպացիա եւ այդ հետևանքով։ Հետեւաբար ասում են խաղաղության պայմանագիր որ ստորագրվի, այդ կետերն էլ այնտեղ կա, չէ՞ որ հրաժարվել միջազգային։ Որ չստորագրվի, երբ որ այդ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի։ Դե չի ստորագրվել ի վերջո։ Հիմա Նեսա, հələ այդ մինչև ստորագրվի, կարող է ստորագրվի։ Հիշում եք ես Ցուրիխյան արձանագրությունները, որ ստորագրվեցին, հետո ինչ։ Քանի տարի մնաց չվավերացվեցին։ Ալիևը մինչև չհասնի դատական ինչա ձգձգում, արդեն 2 տարի է այնտեղ բան է, հայցը ներկայացվել է։ Այո, ինքը կասի հետ ենք վերցնելու, բայց ինքը հետ չի վերցնելու այդ հայցերը, այդ վերցնողը մենք ենք, որ իսկույն հետ վերցրեցինք։ Այսինքն կստորագրի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տա, որ խաղաղությունը ծախի ժողովրդի վրա, բայց կրկնում եմ, փաստաթուղթ ուժի մեջ է մտնում, սահմանադրական դատարանները երկուսն էլ եզրակացություն տան, որ չեն հակասում իրանց օրենսդրությանը, հետո պիտի խորհրդարանները վավերացնեն, հետո նախագահները պիտի դա ասիկն խորհրդանքի հաստատի նախագահ վավերացվի։ 3 գործողություն կա, որը առնվազն անգամ մեծ ցանկության դեպքում երկար ժամանակ է խլելու, իսկ Ալիևը կարող ուրիշ բան անի։ Ալիևը մի ձեռքով կարա ստորագրի, մյուս ձեռքով հրահանգի խորհրդարանին, որ դուք մի անցկացրեք, հետո ասի դե մեր մոտ ինչ անենք, ժողովրդավարություն է, դե հիմա իրանք բան չեն կամ հերթական պահանջն են դնում։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում էր, ասում էր այդ սահմանադրության փոփոխման մասին, որ մեր սահմանադրության մեջ հղում կա անկախության առջև այնտեղ էլ ինչ-որ տարածքային պահանջներ կա եւ այլն։ Եվ ինքն էր ասում, իրա խոսքերն է, որ բայրանց բանի մեջ ինչեր կա, սահմանադրության մեջ հղումը եւ իսկապես իրանց անկախության հռչակագիրը հսկայական փաստաթուղթ է, զանազան Հայաստանի նկատմամբ նկարտումներով, չգիտեմ, պահանջներով եւ այլն։ Հետո իսկույն հետ կանգնեց, երբ որ հասկացա, որ դա իրականանալ չի, նույնն է լինելու է մյուս հարցերում։ Իսկ երբ որ պատերազմի պահը գա, դու բավարարես, չբավարարես, ուղղակի դե հարմար չի։ Այսօր հարմար չի Ալիևին պատերազմը, պետք էլ չի եւ հարմար չի։ Վաղը մյուսօր ինքը պատրվակ կգտնի։ Գիտեք, այդ պատրվակի համար բավարարելով պետք չի, ինքը կարող ասեն, գիտեք, այն օրը մի հատ քաղաքագետ կար Մելիքյան ազգանով, մի հատ էլ ավելի վատը կար Անդե Պապյան ազգանով, այնց վատ բաներ էին ասում մեր հասցեին, էսի բանա մեր ռևանշիստ են, պետք է գնանք պատժենք իրանց եւ այլն, սա կազուսպել է։ Այսինքն մենք գիտենք ցանկությունը լինի պատրվակը գտնեն, ինչ է եղել, Նժդեի արձանը քանդեք կասեն, էս կասեն, այն կասեն։ Իհարկե։ Իրականում կա նման պատկերացում, որ Ադրբեջանը առիթը փնտրում Սյունիքը վերցնելու։ Այո, իմ կարծիքով հենց այդ երկու դատական հայցերը դրան են ուղղված, Ադրբեջանին փողը պետք չի, անգամ 150 միլիարդը պետք չի։ Ադրբեջանը խելոք քաղաքականություն է իրականացնում եւ ինչքան էլ Ալիևը անկիրթ ամեն դեպքում լուրջ ինստիտուտ ավարտել եւ հասկանում է ինչ կա, այսինքն նախադեպերը որոնք են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ որ պիտի Վերսալյան պայմանագրով վճարեր ռազմատուգանքներ կամ հատուցումներ Գերմանիան չէր կարող, ինչ տեղի ունեցավ։ Ֆրանս-բելգիական զորքերը օկուպացրեցին Սահարը եւ մի քանի հանքեր, եւ որի եկամուտով իրենք պիտի այդ պարտքերը փակեին, հետո զորքերը դուրս բերեին։ Իհարկե պարտքերը լրիվ չկարողացան փակեն, Հիտլերն եկավ իշխանության գլուխ, հետի պատրեց, հանդարտվեցին։ Հիմա իրան պետք է իրավական փաստաթուղթ, իրան փողը պետք չի, որ Հայաստանը այսքան պարտավոր է իրան տալ։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է, հիմք տվել է դրա համար, ասելով որ Ադրբեջանը Հայաստան չէ, ուրեմն Հայաստանն օկուպանտ է, որպեսզի ինքը երբ որ հարձակվեց Հայաստանի վրա, ինքը չի ասելու ես հարձակվում եմ, գրավեմ, ինքը ասելու է ես պարզապես ժամանակավորապես վերահսկողություն եմ հաստատում մի շարք հանքերի վրա, Տակապան,
քաջարան եւ այլ, այսինքն պղինձամոլիբդենային, հետո երբ որ նրա տարեկան եկամուտ, այսինքն ինչքան է օրինակ պայմանական ասած $1 միլիարդ է, ես $1 միլիարդը կստանամ, ուրեմն 150 տարի է պետք տարեկան կամ չգիտեմ 100 տարի հետո զորքերս դուրս կգա, այսինքն ինքը իրավական փաստաթուղթ է պատրաստում դրա համար։ Սա է հարցը։ Ադրբեջանին այդ մեր համար 150 միլիարդը մեծ փող է, բայց վստահեցնում եմ, այդ չի Ալիևի բուն նպատակը։ Եվ մենք այս նույն բաների ստեղծելն է, հա։ Հողը ինքը ստեղծում է եւ տեղեկատվական դաշտ։ Այդ ինչա ցեղասպանության հարցում մեղադրում։ Ի վերջո, չէ, որովհետեւ մեղ կա դնում մեր վրա։ Նաեւ սանով ինքը ուզում է ցույց տա, որ ադրբեջանցիները իբր չեն ապրում Հայաստանում, որովհետեւ ցեղասպանություն է եղել։ Եվ Նիկոլ Փաշինյանը այնքան է, որ ինքը ինչի էր այդքան զայրացել Վենսին տված գրքի վերաբերյալ, որովհետեւ Վենսին տված գիրքը դա ամերիկյան մամուլում եղած հրապարակումներն էին ադրբեջանցիների հայերի նկատմամբ 3 անգամ իրականացված ջարդերի եւ ցեղասպանության 1945, 1918, 20 թվականների, որը հակասության մեջ է մտնում Ալիևին, ուզածին։ Եվ Նիկոլ Փաշինյանը բան եղավ ոնց թե, բա ես էս պիտի անեմ, որ Ալիևին ասեմ, տեսակ առանց իմ իմացությամբ է եղել եւ այլն, թե չէ դրանից առաջ այդ գիրքը տրվել է։ Վենսի գրասենյակին մենք այդ գիրքը վաղուց ենք փոխանցել։ Ես ասել եմ, որ այդ գիրքը պարոն Քետիպյանի հեղինակությամբ արված եւ իր տարիների ջանքն է, բայց իմ նախաբանը կա դրա մեջ։ Երկու նախաբաններից մեկի հեղինակը ես եմ, մեկը Քետիպյանը։ Եվ Վենսի գրասենյակին դա մենք փոխանցել ենք։ Ուղղակի այդ խնդիրը Վենսը չէր, խնդիրը Ալիևին ցույց տալն էր, որ գիտես ինչա, դու ոնց ասել ես, այնպես էլ ես եմ։ Այրը դուք բան եք եղել, հրեշտակ եք եղել, իսկ հայերը կոտորել են ձեզ։ Որևէ արձագանք չեղավ, չէ՞ մարտի 31-ին։ Կրկնում եմ, դա թանգարանի տնօրենի նվիրված գիրք չէր, դա Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության կողմից բաժանված տեղեկանք էր հայերին մեղադրող եւ պահանջով ճանաչել ցեղասպանությունը։ Բա մենք պետություն չունենք, բա մենք արտաքին գործերի նախարարություն չունենք, մեզ մեղադրում են աշխարհի ամենամեծ հանցագործության մեջ, մենք լռության ենք մատնում։ Այստեղ շատ տարածված է, ասեմ, այս իշխանությունների կողմից, որ եթե չիմացվի դրա մասին, ուրեմն դա չկա։ Որտեվ նպատակը ի՞նչն է, նպատակը ոչ թե կանխել Հայաստանի նկատմամբ պատժամիջոց, այլ նպատակը մթության մեջ պահել ժողովրդին, որպեսզի ընտրություններին ինքը կարողանա ներկայացնել ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղության են գնում, եղբայրություն եւ այլն։ Այո, ցավոք նույնիսկ տեսնում ենք, որ անգամ հայ-հունգարական հարաբերություններին վերաբերող էջում այսօր պարզ դարձավ, այնտեղից հանել են Սաֆարովին վերաբերող այդ բարբերությունը, ոնց որ Հայաստանի եւ Հունգարիայի միջև ուղղակի մեկ էլ հանկարծ դիվանագիտական հարաբերությունները դադարել են, հիմա նույնիսկ վերականգնվել են, ինչն էլ պատճառը, դա ամբողջովին հանել են։ Շատ տարօրինակ, ինչ է կարծում ապրիլի 24-ը արդեն որտեվ մենք սկսում ենք մտածել, թե ինչպես է լինելու, մի շաբաթ մենք ապրիլի 24-ին ենք մոտենում, արդյոք այդտեղ կլինեն որոշակի գաղափարային փոփոխություններ կամ ինչ-որ իշխանությունները կփորձեն մանևրել, ինչ-որ տես մանիպուլատիվ բաներ անել, չընդհանրեն չգնալ կամ ինչ-որ այլ բաներ անել։ Չեմ կարծում չգնալու այդ աստիճան բան կանեն, հատկապես նախ ընտրական տարի է, այսինքն դա չափազանց կոշտ ու կոպիտ կլինի, բայց կարա լինեն ինչ-որ իմ աշակերտության տարիներին էր, երբ որ ժամանակ կոչվում էր ժողկրտ բաժինը, հրահանգավորում էր դպրոցներին, որ աշակերտներին թույլ չտալ, որ գնան, այսինքն ժամանակ ասում են եղերնի գնացին, էլի, այդ պատկերացումները ցեղասպանություն չկար, մեծ եղերնի ուշադրություն, այդ հրահանգավորումը կար։ Ուրիշ բան, որ ուսուցիչները իրենք մի ձևով ցույց էին տալի իբր կատարում են վերևի ասածները, բայց մյուս կողմով էլ ոնց որ ասած աշակերտներին թողում էին, որ գնային ինչ որտեղ անգամ իբր դուրներին փակում, ասում էին պատուանը բաց է, պատուանից թռնում գնում ենք։ Հիմա ցավոք սրտի ես այսօրվա ուսուցիչների վրա վստահ չեմ։ Ես երբ որ տեսնում եմ զարմանալի է, որ սովետի տոտալիտար ռեժիմում ուսուցիչներն ավելի ազատամիտ էին, քան այսօր որոշ ուսուցիչներ տեսնում ես, ոնց է Նիկոլ Փաշինյանը մի գովք են անում, մի բան են անում, եղած չեղած տես։ Ակնկալիքներ ունեն։ Խորհրդային տարիներին կար ազնիվ մղում, հիմա ունեն ակնկալիք։ Հա, բայց ախր իրանց չի վիրավորում, երբ որ Նիկոլ Փաշինյանը նստում ելնում ասում է 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան։ Մի ուսուցիչ կա,
Հասկացանք, մի օքեյ գիտեք ինչ անման, որ ասենքն մեկը բան լինի, մեծ աշխատավարձ ստանա, ասենք կամ լավ ասես բոլորը ձևեն, չէ։ Դու նայ միջինն է որ նա 230 քանի դպրոց եք փակում, բայց այդ ուսուցիչները 8600 աշակերտ մնում առանց դպրոց, դրա մասին խոսացեք։ Հեսա հիմա չէ, ժողովուրդը գնալու է, ես կոչ կանեի, որ ժողովրդին ընդհակառակ այս տարի շատ գնացեք։ Դուք թող ցույց տվեք, որ դուք հիշում եք, դա ձեր պատմությունն է։ Ժողովուրդը, որը չի հիշում իր անցյալը, դա ամբողջիա վերածում։ Մեզանից ուզում են ամբողջ սարքեն, մեզանից զրկեն այդ հիշողությունը։ Հրանտ Մաթեոսյանն էր ասում հենա Կովաս համար արածում, հա, մոռացել է որ երեգիրա հորթին են մորթել։ Այդ վիճակի են ուզում բերել այդ բանը։ Խաղաղությունը չի կարող լինել արժանապատվության աշխարհում, խաղաղությունը չի կարող լինել անարդար, խաղաղությունը չի կարող լինել պարտադրանք։ Ես Ադոլֆ Հիտլերի անունը տվեցի, երկրորդ համաշխարհային պատերազմից ինչու չճնշեցին Գերմանիային առաջինի նման, որովհետև հասկացան, երբ որ դու պարտադրում ես անգամ պարտված կողմին պատժամիջոցներ եւ ստիպում ես ինչ որ բաներ, դու դրա մեջ ուզում եք ռևանշիզմ կոչեք, ինչ ուզում եք կոչեք, նման զգացումներ եք առաջացնում։ Դրա համար երկրորդ համաշխարհայինից հետո ընդհակառակը փորձեցին ինտեգրել Գերմանիային ավելի, Մարշալի պլանը օգնել եւ այլն եւ որը եղավ հաջողություն։ Հիմա եթե ուզում են, որ խաղաղությունը լինի, սա նաեւ Եվրոմիությանը հատկապես որ այդքան խոսում է, ուրեմն մի հատ Մարշալի պլան դրեք Հայաստանի համար, մի հատ Մարշալի պլան դրեք մեր Հայաստանի քաղաքացի արցախցիների համար։ Դե լավ, դուք չունեք որևէ պարտավորություն, Նիկոլ Փաշինյանը չի անում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ եռանախագահության անդամ 3 պետություն կային՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ, եւ իրենք ունեն իրենց պատասխանատվության բաժինը, որովհետեւ իրենց ստորագրությունները դրված են փաստաթղթի տակ, որ պիտի բացառեն ուժի կիրառումը եւ ուժի սպառնալիքի կիրառումը, եւ իրանք դա չերաշխավորեցին։ Հա, գիտենք, այս իշխանությունները դավաճանեցին եւ հազար ու մի բան։ Բայց ձեր պատասխանատվության բաժինը ո՞րն է։ Մենակ ասել իրանք էին, բա դուք ուրեք, մենք ձգտում էինք իբր եռանախագահների բոլոր պահանջներին հավատարիմ մնալ, այն կողմը չեղավ։ Եվ այս դեպքում, եթե միջազգային երաշխիքները չեն աշխատում, շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Այսինքն որևէ մեկը չի հավատալու այդ երաշխիքներին։ Պարոն Պապյան, շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանին, ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։